Այսօր եկեք միասին որոշ ժամանակ հատկացնենք Աստծո խոսքը ուսումնասիրելուն։ Աշխարհում կան բազմաթիվ եկեղեցիներ, ինչպես ծովափի ավազը։ Սակայն նրանց պաշտամունքն ու կրոնական արարողություններից ոչ մեկը Աստծուց չեն գալիս։ Այդ արարողությունների օրենքներն ու կանոնները ստեղծված են մարդկանց կողմից։ Ինչպես բոլորդ արդեն շատ լավ գիտեք, Սուրբ Ծննդյան կիրակնօրյա պաշտամունքը, որը ծագել է Հռոմում Արեգակի Աստծո պաշտամունքից, ներթափանցել է այսօրվա եկեղեցիներ։ Այնուամենայնիվ, այդ կանոնները երբեք չեն կարող մարդկությանը, որը մեղք է գործել երկնքում արտաքսվել է երկիր, դեպի ապաշխարություն տանել։ Աստծու բոլոր պատվիրաններն ու հրամանները ապաշխարության իմաստ են պարունակում, իսկ մարդկանց կանոնները ոչ։ Քանի որ այդ կանոնները մեզ ապաշխարության չեն առաջնորդում, ուրեմն դրանք չեն կարող մեզ տանել դեպի երկնքի արքայություն։ Ահա թե ինչու Հիսուսը մատնանշեց այս հարցը, ասելով. «Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ, չէ՞»։ Եկեք անդրադառնանք Մատթեոսի 7-րդ գլուխ 21-րդ խոսքի հատվածին, որտեղ Հիսուսը հաստատեց, որ մարդու կողմից ստեղծված կանոններով իզուր են իրեն երկրպագում։ Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Ինչ է այն, որ Աստված հաստատել է ըստ իր կամքի։ Դրանք Աստծո պատվիրաններն են։ Ինչ կարող ենք ասել մարդկանց կանոնների մասին։ Միթե դրանք այն կանոններն են, որոնք արի Աստծո երկրպագուները հաստատել են իրենց հայեցողությամբ, ոչ թե Աստծո կամքով։ Ահա թե ինչու Հիսուսն ուսուցանում է, որ միայն նրանք, ովքեր հետում են Աստծու կամքին, կարող են մտնել երկնքի արքայություն։ Նա ասում է, որ սա երկինք մտնելու միակ ուղին է։ Շարունակենք 22-րդ խոսք։ Այն օրը շատերն ինձ կասեն. Տեր, Տեր, չէ՞, որ քո անունով մարգարեացանք, քո անունով դեր հանեցինք, քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Ինչ են գործում չարագործները։ Նրանք անօրենություն գործողներ են։ Անօրենություն գործելը նշանակում է չպահպանել օրենքը։ Ում օրենքը չեն պահպանում։ Նրանք չեն պահպանում Աստծո օրենքը, այսինքն Աստծո պատվիրանները։ Հիսուսն ասաց. Ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Արդյոք մարդկանց այս խումբը երբևէ կկարողանա երկինք մտնել, թե ոչ։ Ոչ, նրանք չեն կարող, քանի որ զբաղվում են անօրենությամբ, այսինքն չեն պահում Աստծո պատվիրանները, ճիշտ չէ։ Այսօր աշխարհում կան բազմաթիվ աստվածաշնչագետներ եւ աստվածաբաններ։ Այդ դեպքում ինչու է, որ նրանք չգիտեն ճշմարտությունը։ Աստվածաշունչն արդեն հիշատակում է այս հարցը։ Նրանք, ովքեր սովորեցնում են մարդկանց կանոնները, չեն կարող բացել իրենց աչքերը Աստծո պատվիրանների համար։ Քանի որ նրանք չգիտեն Աստծո պատվիրանները, նրանք նույնպես չեն կարող ճանաչել հենց Աստծուն, ով մեզ իր պատվիրանները սովորեցրել է։ Անդրադառնանք Եսայի ապագրակ 29-րդ գլխին։ Եսայու 29-րդ գլխի 9-րդ համարում ասվում է. Ապշեք ու զարմացեք։ Քանի որ Աստված օգտագործում է ապշեք ու զարմացեք արտահայտությունը, ուրեմն ինչ որ ապշեցուցիչ բան պետք է տեղի ունենա։ Շլացրեք ձեզ դարձեք բույր, հարբեք, բայց ոչ գինիով, տատանվեք, բայց ոչ օղուց։ Որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր մարգարեներիդ աչքերը, քողարկել է ձեր տեսանողներիդ գլուխները։ Այս ամբողջ տեսիլքը, իմաստը, այս ամբողջ Աստվածաշունչը ձեզ համար պիտի լինի կնքված մի գրքի խոսքերի պես, որը տալիս են գրագետ մարդուն ասում։ Խնդրում ենք, կարդա սա, նա ասում է, չեմ կարող, որովհետև կնքված է։ Նրանք այդպես կպատասխանեն։ Պարզ ասած, նրանք կասեն, որ չգիտեն։ Աստվածաշունչն ասում է, նա ասում է, չեմ կարող։ Շարունակենք 12-րդ համարով։ Եվ եթե գիրքը տալիս են անգրագետ մի մարդու, ասելով.
Խնդրում ենք, կարդա սա, նա ասում է, ես կարդալ չգիտեմ։ Ինչու են նրանք այսպես պատասխանում, դրա պատճառը կարող ենք տեսնել 13 հրթամարում։ Տերն ասում է, որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում, իր շրթունքներով է ինձ պատվում։ Իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրամանը։ Եկեք պարզենք 14-րդ համարում, թե ինչ է լինելու հոգեպես նրանց հետ, որոնց երկրպագությունը կազմված է միայն մարդկանց սովորեցրած կանոններից։ Դրա համար էլ ահա ես այսուհետ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդին։ Ինչ որ ապշեցուցիչ բան կլինի, ինչը նշանակում է, որ դժվար է հասկանալ եւ տրամաբանորեն անհասկանալի։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք 14-րդ համարը։ Դրա համար էլ ահա ես այսուհետ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդին, զարմանահրաշ ու զարմանալի բաներ։ Նրանց իմաստունների իմաստությունը պիտի կորչի, պիտի խափանվի։ Փրկության բոլոր ուղիները, Աստծուն ճանաչելու ճանապարհը, Աստծո կամքը հասկանալու ճանապարհը եւ դեպի երկնքի արքայություն տանող ճանապարհը անտեսանելի կլինեն այսպիսի մարդկանց համար։ Ահա թե ինչու Աստված մարգարեաց մարգարեի միջոցով, որ մարդիկ կզարմանան եւ կհիասթափվեն։ Այդ դեպքում կարող ենք ասել, որ բոլոր եկեղեցիները, որոնք մարդկանց կանոնների փոխարեն պահում են Աստծո պատվիրանները, քայլում են դեպի երկինք տանող ճիշտ ճանապարհով։ Ոչ, նրանք այդպիսին չեն։ Սա է պատճառը, որ Հիսուսն ասաց. նրանք իզուր են երկրպագում ինձ։ Այլ կերպ ասած, Աստված մարգարեության միջոցով ցույց է տալիս, որ նրանց ջանքերն ապարդյուն կլինեն։ Հուսով եմ, որ այս խոսքերով մեծ շնորհ եք ստացել, կցանկանայի եզրափակել այսօրվա քարոզը։ Շատ շնորհակալություն։